Բարև ձեզ, եթերում Սպուտնիկ զրույցն է, ես Սուսաննա Հովհաննիսյանն եմ։ Նրա արվեստով հիանում էր Լեոնիդ Բրեժնևը։ Վասիլի Շուկշինը նկարահանում էր նրան իր ֆիլմերում, իսկ Վլադիմիր Վիսոցկին, լսելով նրա մահվան լուրը, արտասվեց։ Մի առիթով Մարսել Մարսոն, դիտելով նրա ներկայացումը, ասել է. «Ես աշխարհը գիտեր, ես առաջինն եմ, առաջին միմն եմ, բայց այսօրվանից ես երկրորդն եմ, Լեոնյան է առաջինը»։ Մարտի 15-ին լրանում է Աշունը սրտում ծաղրածուի Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 90-ամյակը։ Այդ առիթով այսօր հյուրընկալել ենք Լեոնիդ Ենգիբարյանի անվան ստուդիա դպրոցի գեղարվեստական ղեկավար Նաիրա Պետրոսյանին։ Բարի օր, Նաիրա։ Բարի օր։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ, որ հրավիրեցիք։ Գիտեմ, որ կրկես բառը եւ Լեոնիդ Ենգիբարյան անուն ազգանունը նույնքան թանկ են եւ համարժեք են ձեզ համար։ Այո։ Ես ինչ հիշում եմ իմ մանկությունը, մեր տունը անդադ նրա անունն էր հնչում, քանի որ հայրիկս Սոս Պետրոսյանը, մեր Երևանյան կրկեսի գեղարվեստական ղեկավարը, միշտ իրենից էր խոսում։ Քանի որ միակ աշակերտն Այո, միակ աշակերտն էր եւ ինչ անում ենք, ասում էր, այ Լեոնիդ այսպես կաներ, այ Ենգիբարյանը այսպես կաներ, ու անընդհատ մենք համեմատության մեջ էինք դրվում եւ չէր լինում մի այնպիսի օր, որ իրենից չխոսվեր մեր տանը։ Բնականաբար մանկության տարիների ընկալումը եւ արդեն հետո, երբ դուք դարձաք կրկեսի պրոֆեսիոնալ արտիստ, ընդ որում բազմաժանր, բայց թերևս բացի հենց ծաղրածուական արվեստից, այո, շատ ժանրերի եք տիրապետում, բայց կլոունադան կարծես թե ձեզ չեմ տեսել։ Կլոունադայով վաղ տարիքում եմ զբաղվել, երբ փոքրիկ էինք եղբորս հետ, Սոս երկրորդի հետ, մենք ունեինք կլոունադաներ, ոնց կարա մեր տունը կլոունադա չանենք, դա անհնարին էր, հայրիկը չբեմադրեր։ Մենք երկուսով անում ենք Լեոնիդ Ենգիբարյանի ռեպրիզներ, օրինակ Կատուշկայով համարը, մեդալներով համարը եւ էլ շատ ռեպրիզներ արել եմ, իհարկե, առանց դա հենց իմ առաջնային հենց իմ մասնագիտությունը ծաղրածուականն էր, երբ եղբորս հետ զբաղվում ենք լրջորեն դրանով։ Իսկ հետո արդեն ինձ հետաքրքրեց աճպարարությունը, ինչպես բոլոր աղջիկները սիրում էի զարմացնել, հիացնել, երբ տանը հյուրեր էին գալի, արվեստագետներ, ես ինչ որ մի բան ուզում եի անել եւ հայրիկս տեսնելով, որ իմ մեջ կա այդ սերը, Վարդան Ամիրյանը մեր ընտանիքում շատ սիրված անձնավորություն, որը աճպարար է պրոֆեսիոնալ, հայրիկս իրեն մոտ տարավ եւ Վարդան ինձ սկսեց արդեն զբաղվել աճպարարությամբ, հետագայում ես Արություն Ակապյանի մոտ Մոսկվայում արդեն սովորեցի նրա մոտ եւ միակին մանիպուլյատորն է։ Աճպարար կին ասված շատ կա, բայց որ փոքր իրերով զբաղվես Հայաստանում նախ ես միակն եմ, որի համար շատ ուրախ եմ եւ շատ բարդ է, դա մանիպուլյացիա է կոչվում։ Հետագայում արդեն շրջեցի ամբողջ աշխարհով մեկ իմ աճպարարական ժանրով եւ միանգամից ընդունվեցի Յուրի Նիկոլնի կրկեսում շտատնի հաստիկային դերասանուի, ինչու եմ հպարտանում, որովհետև հաստիկային դերասանուի ընդունվել Յուրի Նիկոլնի կրկես, դա իրոք, ով հիմա ինձ լսում է, հասկանում է, դա շատ բարդ էր։ Եղբայրս արդեն այնտեղ աշխատող էր, ես էլ հենց ինստիտուտս ավարտելուց հետո միանգամից ընդունվեցի եւ աշխատում եմ մանիպուլյատոր որպես այդ ժանրում։ Նաիրա, եթե դեմ չեք, վերադառնանք Լեոնիդ Ենգիբարյանին, նա այն ծաղրածուն էր, հիմա ես այս բառը ասում եմ եւ փորձում եմ ձեզնից մասնագիտական վերլուծություն ակնկալում եմ, ով կոտրեց հենց ավանդական ծաղրածու կարծրատիպը։ Նախ նա գրեթե առանց գրիմի էր դուրս գալիս, չուներ շատ ատրիբուտներ, որոնք բնորոշ են վանդակավոր կեպի կամ քիթ կամ ինչ որ ուրիշ շատ այդպես շպար բավականին վառ ուներ, բայց բավականին զուսպ էր։ Ինչու՞մն է մեծությունը ըստ ձեզ, ըստ կրկեսի ներկայացուցիչի։ Գիտեք, այն ժամանակաշրջանում եւ Լեոնիդ Ենգիբարյանը, իդեպ նա ասեմ, սկսենք Լեոնիդ Ենգիբարյանը, ընդհանրապես կրկեսի մասին շատ ուշ է մտածել։ Չմոռանանք, նա սովորում էր ձկնորսական տեխնիկումում, որից հետո նա զբաղվում էր շատ լրջորեն բրծքամարտով։ Շատ լավ, հաջողություն ուներ եւ օրերից մի օր նա չգիտես ինչու
իր կյանքը լրիվ փոխում է եւ որոշում է դառնալ կրկեսի դերասան։ Ստերեոյթին ինչպես իմ հայրը ժամանակին դիտելով նրան որոշեց փոխել իր կյանքը, նա էլ երևի ինչ որ դիտելով մի ինչ որ իր կումիրի փոխեց իր կյանքը։ Մարսել Մարսոն էր, թերևս նրա կումիրների։ Դե գրականությունով այդպես գիտենք, թող լինի այդպես։ Եվ նա լրիվ փոխում է իր կյանքը։ Նա մեծ տարիքում չէ եկավ կրկես, նա մոտ 24 տարեկան որ դառնում է հայտնի ծառացու։ Այո, որքան գիտեմ, հենց 17 տարի է եղել կրկեսում, 20-ից 37, իսկ 37-ում հեռացել է կյանքից։ Եվ այդ պահը ինչն էր հետաքրքիր, որ ժողովուրդը սովոր էր, որ ծաղրացում պիտի լինի գրիմով, պիտի լինի գույնը հագուստով, մեծ ականջներով, մեծ քիթով, այսինքն սովոր էր այդպես տեսնել։ Եվ այդ ժամանակաշրջանում չկար իր նման կերպար, որը ինքը դուրս է գալի ոնց կա։ Ոչ գրիմ, ոչ պար, ոչ մի բան չկար նա սև սպիտակ հագուստով, հասարակ դուրս էր գալի եւ անում էր այնպիսի բանը, որ բնորոշ է ժողովրդին, իրենց կենցաղին։ Նա կարող էր պահի տակ ինչ որ մի բան հնարեր։ Դա այդ ժամանակաշրջանում նա նորություն էր։ Եվ դրանով նա դառավ հայտնի։ Միգուցե հիմա լիներ նա այդպիսի մեծ հաջողության եւ չհասներ, որտեղ ժողովուրդը շատ բաներ արդեն տեսել, բայց այդ ժամանակաշրջանում նա դառավ հայտնի եւ միջև առ այսօր ես չեմ տեսել, որ նրան մեկը կրկնօրինակ է։ Երևի ռիսկ չեն ան, որտեղ նա իրոք մեծություն էր։ Դե ինչ որ ռեպրիզներ, էտյուդներ անում են։ Մենք էլ ենք անում մեր ստուդիայում, իհարկե անում ենք, բայց նրա նման ես ամեն անգամ դնում եմ երեխաների նստացնում եմ, դնում եմ նրա համարներ եւ ասում դիտեք, ամեն անգամ յուրովի նայում եմ եւ ամեն անգամ չեմ կարող հասկանալ ոնց կարելի դա կրկնօրինակել։ Իհարկե անում ենք, բայց նրա նման չես կարող։ Նա լեգենդ է։ Իսկապես տաղանդ է, լեգենդ է։ Ընդամենը 17 տարվա մեջ մի պահ թվում է թե երկար ժամանակահատված է, երբ որ նայում ես ընդհանուր այդ ճանապարհ դեպի կրկես, որ նա հաղթահարեց, այդքան էլ երկար ժամանակահատված չէ, բայց շատ մեծ համբավ ստացավ եւ ես պատահաբար չէ, որ մեջ բերեցի մեծն Մարսոյի խոսքերը, իսկապես հիացած էր, թեև աշխարհը հիացած էր Մարսոյով, բայց Մարսոն գնահատեց Ենգիբարյանին եւ կարծես դա էլ նրա համար մեծ խթան էր։ Այո։ Նա շատ սիրված էր արդեն որպես ծաղրացու եւ ահա եկավ մի պահ, երբ 1965 թվականներ եւ Հենրիկ Մալյանը, Լևոն Իսահակյանը որոշեցին ներգրավել նրան հենց իր բնորոշ ֆիլմում, որտեղ նա խաղում էր իրեն ճանապարհ դեպի կրկես։ Եվ այդ ֆիլմը մինչև առ այսօր սիրված է բոլորի կողմից։ Եվ չի կորցրել Ինչ տաղանդավոր ռեժիսուրա է, որ ինչ ձև են բեմադրել, որ մինչև առ այսօր անընդհատ նայում ես եւ չես հագենում։ Եվ այդ պատճառը դարավ այդ ֆիլմը, որ իմ հայրիկն էլ սիրեց կրկեսը, դիտելով այդ ֆիլմը ինքն էլ ամբողջովին փոխում է իր կյանքը։ Ասացիք հայրիկից շատ պատմություններ եք լսել, անունը միշտ շոշափվել է տանը, իսկ ձեր ընկալմամբ ավելի շատ արտոնյալ պայմաններ է ունեցել ինքը այդ ճանաչման ժամանակահատվածում սովետական տարիներին, թե կա նաև կարծիքներ, որ որոշակի զրկանքներ, որոշակի սահմանափակումներ, ուզեցել է ավելի շատ շրջագայել, դուրս գալ, բայց հնարավորություն չի ունեցել, անգամ սեր է ունեցել Չեխիայում, բայց պատնեշներ են եղել նրանց միջև, այդ ձեզ հասած լուրերով որն էր ավելի շատ ճանաչումը հարթում էր ճանապարհը, թե ավելի շատ ես գիտեմ իմ հայրիկը միշտ որ պատմում էր, իհարկե միշտ այդ ժամանակաշրջանում գիտեք, ամեն ինչ սահմանափակված էր, չէր կարելի ինչ որ հիմա է որ ինչ ուզում անում, ես ոչ մի բան չի լինում։ Եվ ես միշտ օրինակ հետաքրքիր մի դեպք եմ հիշում, հայրիկս էր պատմում, երբ Բրեժնևը գալիս է Հայաստան եւ պետք է Լեոնիդ Ենգիբարյանը ելույթ ունենա Եվ այն ժամանակվա նախարարը մշակույթի հրավիրում է, ասում է, այնպիսի մի ռեպրիզ կանես, որ չվիրավորվի եւ այլը, դե գիտեք, այն ժամանակ շատ խիստ էր։ Բայց Լեոնիդ Ենգիբարյանը ասում է, ես պետք է անեմ մեդալների համար ուներ ինքը հատուկ։ Երևի հենց ասում եմ, ժողովուրդը կիշ հենց դեմը մեդալ, հետևը գլխակի միջից, գլպաններից։
Եվ նրան ասում են, ի՞նչ ես ասում, ո՞նց կարելի է Բրեժնևը մեդալներով նստած, դու մեդալների տնած կանես, խայտարակություն եւ այլ արգելում են։ Եվ ինչու եմ ես դա լավ հիշում, որտեվ հայրս իր հետ է լինում։ Եվ ասում է, սոս վերցրու գնացինք, ռեկվիզիտները հավաքում են, գնում են կրկես, չենք անում ոչ մի բան։ Եվ այդպես հետ են գալի, անցնում է 2 օր, ինչ մեծ պահանջարկ են ունենում, տեսեք, որ այդ խիստ պայմաններում նրան հետ են կանչում, ասում են լավ արա։ Եվ առաջի շարքում նստած Լեոնիդ Բրեժնևը դիտում է այդ համարը եւ հայրիկս ասում է այնպես էր ծիծաղում, որ մի քանի մեդալեր իր վրայից ընկավ։ Այդ ձևի ծիծաղեցրել է ու նախարարը հետո մոտեցել է ասել էր ես հիացած եմ, ինչ ճիշտ ընտրություն արեցիր։ Այսինքն նա ոչ միայն տաղանդ էր, այլև զգում էր որտեղ ինչ պիտի անել։ Դա շատ կարևոր է, իմանաս որտեղ ինչ համար կատարես։ Եվ վախ չուներ, որ կարող է դա-ինչ-որ կերպ եթե ուրիշը անդրադառնալ։ լիներ, իհարկե կհամաձայն, բայց նա անվախ մարդ էր, նա ոչ մի բանից չէր վախենում։ Շատ տեղերից զրկվում էր եւ այլը, չէ՞ որ հիշենք, որ նա անգամ այնպես եղավ, որ ինքը անգամ կրկեսից վիրավորվեց, դուրս եկավ, գնաց իր Մենջախաղի թատրոնը ստեղծեց, ինչա Յուրի իր դասատուին Բելովին հանեցին ռեժիսուրայից, նա այդտեղ էլ կոնֆլիկտ ստեղծվեց, նա թողեց գնաց իրեն Մնջախաղի թատրոնը ստեղծեց։ Նա ոչ մի բանից չէր վախենում։ Անկախ էր։ Անկախ էր, նա այդ ձև մարդ էր։ Երևի դա էլ իր մեծության առաջնային Բայց բավականին պատճառն էր։ երիտասարդ։ Ես անընդհատ համադրում եմ տարիքը եւ հասկանում, որ 37 տարին մի ակնթարթ է։ Եվ իր թողնել մեծությունը, այդպիսի Սուսաննա ժառանգություն։ ջան, ես հիշեցի ուղղակի, իր մեծությունը նրանում էր, որ հայրիկս էր էլի պատմում, որտեվ հենց կոլեկտիվում էր ընդգրկված հայրիկս, Լեոնիդ Ենգիբարյանն է հենց իրեն ընդունում, հայկական կոլեկտիվ, հայրիկիս համարը այդ փափախներով, դհոլներով, եւ ինչու՞մ էր հետաքրքիր իր մեծությունը, հայրիկս ասում է առաջի ծաղրածուն էր, որ ընդհանրապես ծաղրածուն կրկեսում ինչի համար է, Ժամանակը լրացնելու եւ ռեկվիզիտային է, չէ՞, կրկեսը ռեկվիզիտա շատ առատ է, ամբողջը ռեկվիզիտի հետ է կապված։ Որպեսզի մի ռեկվիզիտը վերցնեն, մյուսը դնեն, պետք է ծաղրածուն դուրս գա եւ խաղա զբաղեցնի։ Իսկ արի ու տես, ինքը հեղափոխություն արեց, իրեն համարներն էին զբաղեցնում, որ Լեոնիդ Ենգիբարյանը փոխվի մյուս ռեպրիզա անի։ Այդպիսի բան միջև առ այսօր չկա։ ֆանտաստիկ բան է։ Այսինքն նա գալիս էին նրա համար կրկեսը գնում է Լեոնիդ Ենգիբարյանին դիտեին, ոչ թե ակրոբատ դիտեին, կենթանի դիտեին, դե արի ու տես, միջև առ այսօր ինձ զանգահարում կենթանի կա, չէ ուրեմն չեն գալի։ Իսկ Լեոնիդ Ենգիբարյանը հեղափոխություն արեց, գնում էին իրեն դիտեին, համարները նրան օգնում են, որ սինա հասցնի մյուսին պատրաստի։ Շատ կարևոր բան Այդպիսի բան ասացիք։ միջև առ այսօր չկա։ Ները իսկ ազգանունի հետ կապված, հա, գիտենք Ռուսաստանում Ենգիբարով էր, մենք ասում ենք Ենգիբարյան, սկզբունքային բան է, թե պարզապես տարածաշրջանային այնտեղ օյով է վերջանում, այստեղ յանով։ Ինչ պատմություն գիտեք դրա հետ կապված թե։ Ճիշտ ասած, այդպեսի չգիտեմ, Ենգիբարով, Ենգիբարյան երկուսն էլ ասում են, ես իմիջիայլից լավ հարց տվի, կարելի է հայրիկին հարցնել, միջև այսօր մտքովս չի Բայց անցել։ դպրոցը յանով է։ Ենգիբարյանի անվան։ Այ մի քիչ խոսենք դպրոց ասեցիք, դպրոցի մասին։ Հայրիկս դե գիտեք, իրեն առաջին դա աշակերտն էր եւ ինքը մի այլ ձևի պաշտում էր Ենգիբարյանը, ինչպես եւ բոլորը, եւ իր նպատակն էր ստեղծել Լեոնիդ Ենգիբարյանի դպրոց։ 1972 թվականին, երբ Լեոնիդ Ենգիբարյանը մահացավ, հուլիսի 25-ն էր։ Պապաս սեպտեմբեր ամսից հիմնեց դպրոցը։ Այդպիսի մեծ սեր ուներ դեպի իր դասատուն, այսինքն հուլիսին մահացավ, 1 ամիս անցնում է եւ ստեղծում է սեպտեմբերի 1-ից Լեոնիդ Ենգիբարյանի դպրոցը, պատկերացրեք, ինչքան բազմաթիվ դերասաններ են, իհարկե, ինչքան դերասաններ է բաց թողնվել Լեոնիդ Ենգիբարյանի դպրոցում, որի գեղարվեստական ղեկավարն էր Սոս Պետրոսյանը։ Միջև առ այսօր գործում է դպրոցը, գործում է նրա անունով եւ նորից սովորում են երեխաներ, դեպ անվճար է միշտ եղել։ Երբևիցե դպրոցը չի գումարով չի ներկայում էլ միջև առ այսօր անվճար երեխաները սովորում են կրկեսային ժանր։ 4 տարեկանից գալիս են մեզ մոտ եւ սովորում են։ Եվ միջև առ այսօր չի լինում այնպիսի մի համար, որ մենք ստեղծում ենք, չխոսենք Լեոնիդ Ենգիբարյանից։ Դիտենք ֆիլմից հատվածներ, ինչ կարող ենք վերցնել, ինչ կարող ենք չվերցնել, այդպես
Միջև առեսօր պրոֆեսիոնալ գործում է մեր ստուդիա դպրոցը, որի համար շատ ուրախ ենք, բազմաթիվ դերասաններ ենք բաց թողել, ամբողջ աշխարհով մեկման են գալի, բարձր պահում մեր հայ ազգի պատիվը կրկեսի ժանրում։ Իսկ ընդհանուր բաժինները, եթե համեմատելու լինեք, ամենաշատը որ բաժին են դիմում, ինչ են ցանկանում դառնալ կրկեսի Այս շատ լավ հարց տվի, գիտեք Սուսաննա ջան, ես արդեն 1995 թվականներ, երբ մեկնեցի Մոսկվա, հայրիկս էր այստեղ մենակ, հետո անցավ արդեն 2005-10 տարի հետո հայրիկը ինձ հետ կանչեց, ասեց պետք է գաս։ Այստեղ ես պետք։ Այո, այստեղ պետք է 2005 թվականներ, որտեվ կրկեսի մասնագետ համարյա թե չկար, մենք դինաստիա ենք։ Մերը միակն է, որ միջև այսօր մեր երեխաները մենք բոլորս կրկեսում ենք։ Եղբոր ընտանիքը։ Եղբորս ընտանիքը, երեխաները։ Եվ 2005 թվականին եկա ստուդիան ինձ հանձնեց։ Դե միջև հիմա էլ նա գլխավորությունը նրանն է, նա վերահսկում է, բայց ոնց որ ես արդեն վերցրեցի իմ վրա, երբ գիտեք ինչ է հետաքրքիր, այդ թվերին, երբ երեխաները գալիս էին ընդունվել, ասում է, դե մենք շատ ուզում ենք ծաղրածուները մի քիչ շատ լինեն, որտեղ սիրված ժանր է եւ պահանջարկը շատ է, բայց ամանչում են, ոյ չէ, ես ծաղրածու, ոյ չէ, ոնց ասում ենք նայի Լեոնիդ Ենգիբարյան, Յուրի Նիկուլին եւ այլ sense օրինակներ, ոյ չէ, անկամ ծնողները այնքան դժվար էր, որ մի երկու հոգու համոզում ենք, որ հենց ծաղրածուի մասնագիտություն սովորենք, բայց ինչ կարևոր է պրոպագանդան, հայրիկիս, շնորհակալ եմ իրոք նրան, որ նա շատ էր, բոլոր հեռուստացույցներով, բոլոր առիթներով նա միշտ պրոպագանդում էր Լեոնիդ Ենգիբարյանին, եւ այդտեղից սկսվեց հետաքրքիր մի շրջան, որ բոլորը փոխվեցին, հիմա գալիս են, դուք եթե մի օր հրավիրում եմ ձեզ իմ ստուդիա, ես ունեմ 25 ծաղրածու, իմիջիալուց շուտով 90-ամյակն է դրանում, դուք կտեսնեք ինչ գեղեցիկ բլոկ ենք անում կրկեսային մուտք, այսինքն հիմա հակառակ ասում այն մարդ գնա մի քիչ էլ ուրիշ ժանրում, ոյ չէ, ես ուզում եմ ծաղրածողական, ինչ ոգևորություն, ի շնորհիվ Սոս Պետրոսյանի, որը շատ է ամեն անգամ մտնելուց մեր ստուդիա, նա պրոպագանդում է Լեոնիդ սեր, եւ դա օգնեց մեզ բոլորիս, որ հիմա հակառակն է, հիմա ուզում են, սիրում են։ Իսկապես հետաքրքիր է, որովհետև ինչպես նշեցիք նախկինում խուսափում են, ինչպես ասում են, ամանչում են, խուսափում, որ հետո մեծանալիս չասեն հայրիկը գնաց աշխատանքի, այդպիսի կարծրատիպ կա եւ աշխատանքը։ Կարծում եմ դրանում նաեւ նպաստեց այն, որ ծաղրածուները եւ այդ մարդաբույր տիկնիկները շատ պահանջված են միջոցառումներին, չէ՞, բիզնես բաղադրիչը նույնպես դեր է խաղացել։ Ծաղրածու երբ որ երեխաները ուզում են դառնալ, որը շատ են ուզում, ասում եմ մի րոպե, եթե դու պետք է լինես ծաղրածու, դու պետք է տիրապետես բոլոր ժանրերից, չէ՞ որ Լեոնիդ Ենգիբարյանը տիրապետում էր բոլոր, ինչու՞ էր նրա մեծությունը, նա ամեն ինչ կարում էր անել, օդային համարներից բռնած։ Եթե դու բոլոր ժանրերը չսովորես, այ հիմա ես ենք հասել եմ նրա, իսկ առաջ ես էի խնդրում, ասում եմ եկեք, ոչինչ, չգիտեք ոչինչ, ենքան որ ծաղրածու։ Իսկ հիմա ես առաջադրանք եմ իրենց դեմ դնում։ Եթե դու չսովորես բոլոր ժանրերը, որ արել է Լեոնիդ Ենգիբարյանը, դու չես կարող շարունակել ծաղրածուական արվեստը։ Այսինքն դպրոցը կրում է իր անունը ոչ միայն այսպես ֆորմալ բնույթ, այլ եթե Լեոնիդ Ենգիբարյանի անվան, ապա Նույնությամբ պետք է տիրապետել նրա Եվ հիմա որ դուք գաք տեսնեք այդ 25 երեխան, որ զբաղվում են ծաղրածությամբ, ամեն ինչ գիտեն։ Իհարկե էլի սովորելու տեղ ունեն, պետք է աճեն, բայց ամեն ինչի տիրապետում են։ Ընթացքում լինում է, որ փոխեն, թողնեն, ասենք մի ժանրը եւ զգան, որ իրենց օդում են տեսնում։ Իհարկե լինում է, գիտեք, երեխան երբ գալիս է 4 տարեկանից մեզ մոտ նախ, մեր հիմքը սպորտն է։ Մենք անում ենք այն ինչ որ սպորտում, այնտեղ էլ 4 տարեկանից, այսինքն ակրոբատիկա, գիմնաստիկա, ուժայիններ, ամեն ինչը սպորտն է, որից հետո արդեն սկսում ենք սովորացնել նրանց կրկեսային ժանրեր, ձեռնացություն, ակրոբատիկա, եւ այստեղից արդեն երեխայի մեջ տեսնում ենք, ինքը ասում է, ուզում եմ դառնալ ծաղրածու, բայց մենք տեսնում ենք նրա մեջ զարգացած ակրոբատիկան, կամ շատ պլաստիկ է, այո,
ու իրեն հետ խոսակցություն ենք տանում, արի անենք սա, այսպես լինում է օգնում է, լսում է, լինում է չէ, համառում է իրենն է ուզում, ամեն դեպքում անում ենք այնպես, որ իրեն էլ լավ լինի, եթե չի ստացվում, որ գոնե սիրով անի, չէ՞ որ եթե չսիրես մի բան, չես կարող։ Իհարկե։ Լինում է որ ծաղրացու է, բայց ընթացքում դուրը գալիս է մի ուրիշ ժանր, փոխում է, մենք աշխատում ենք այնպես անենք, որ երեխան իրեն միշտ լավ զգա։ Կարծում եմ այս պահին մեր ունկնդիրները իրենց մոտ առաջացել է անխուսափելի մի հարց, որը եթե ունեք փոքրիկ ինֆորմացիա, գոնե մեկ նախադասության տեսքով մեզ տեղեկացրեք, ինչ լուրեր կան կրկեսից, երբ է բացվելու եւ ինչ փոփոխություններով կբացվի, այսինքն գիտենք, որ արգելված են գիշատիչ կենդանիները, մի խոսքով ինչ տրանսֆորմացիաներով կբացվի նոր կրկեսը եւ երբ։ Այ, այդ հարցը ինձ այնքան շատ են տալիս։ Դա բնական է։ Մենք շատ երկար ենք սպասում։ Ճիշտ է, բա պատկերացրեք մենք ինչ երկար ենք սպասել, չէ՞ որ դա մեր կյանքն է։ Ու չկա արենա, որտեղ մենք կարող ենք ռեալիզացնել մեր արածը։ Եվ ոչ մի ուրիշ տարածք չի կարող փոխարինել իրական կրկեսը։ Ինչ հերոս է Սոս Պետրոսյանը, որ այս պայմաններում, որ կրկեսը չկա, պահում ենք հսկայական կրկեսային դպրոց ստուդիա։ Ավել։ Չեմ ուզում կոնկրետ թիվ ասեմ, ավել, մի քիչ շատ ավել։ Դուք պատկերացնում եք դա ինչ դժվար է։ Կրկեսը չկա, իսկ մենք պատրաստում ենք կրկեսային արվեստի երեխաներին կրկես դեպի։ Որտեղ ռեալիզացնի, կրկես չկա, չէ՞։ Պատկերացեք ինչ դժվար է։ Բայց եթե դուք գաք մեր ստուդիա, կտեսնեք ինչ սեր ունեն բոլորը։ Հույսով սպասում են։ Դա շատ բարդ process է, հույսով եմ ինձ կհասկանան, թե ինչ դժվարություններով մենք այս 10 տարուց ավել պահեցին կրկեսային դպրոց ստուդիան, բայց ինչ վերաբերում է կրկեսին, շուտով բացվում է։ Այս տարի ասենք, հա։ Հաստատ այս տարի բացվելու է, ես կոնկրետ ամիսն էլ կարող եմ ասել, բայց չեմ ուզում խուսախափանեմ։ Դա լինել է մոտապես օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, կոնկրետ արդեն մի քանի ամսից կճշտվի։ Եվ հիմա վատը այն է, որ հիմա էլ մի նոր խնդրեմ է ստեղծվել, ժողովուրդը ամբողջ օրին զանգարում են։ Ինչու չի լինելու կենդանիներ, ինչու չի լինելու կենդանի, չէ՞, ժողովուրդը կրկես եւ երեխան գալիս ասում, ինչ է սիրում կրկեսում։ Իմ պրակտիկան, որը մեծ փորձ ունի, միշտ ասում են ծաղրացու կենդանի։ Նոր երրորդը կարող է ֆոկուս ասեն։ Երբեք չեք լսի, որ երեխան ասի ակրոբատ, չգիտեմ, խուլախոբ, լիմպո, հազարավոր համարներ կան, չէ՞։ Այո։ Օթային չէ։ Առաջինը ծաղրացու կենդանի եւ մեկ-մեկ ֆոկուս։ Հիմա այդ խնդրեմն է, ես ճիշտ է, մենք էլ շատ մեծ դժվարությամբ դրան կսովորենք, որովհետեւ մենք էլ մեր սովոր չենք առանց կենդաների, բայց հուսամ միգուցե մի օր փոխեն, մտքափոխվի մեր։ Բայց դա միջազգային կարգ է, սահմանված։ Որոշ պետություններ ընդունել են այդ կոնվենցիան։ Այո, այդ օրենքը, որ բնապահպաններն են այդ օրենքը ներկայացնում եւ որոշ պետություններ ընդունել են։ Մեր պետությունն էլ ընդունեց։ Դե տեսնենք, չգիտեմ ինչ ասեմ, պետք է սովորենք ապրել առանց գիշատիչ կենդանիների։ Իհարկե կրկեսում շատ հզոր համարներ կան, շատ հետաքրքիր համարներ կան, բայց ես հասկանում եմ հանդիսատեսի հուզմունքը, որովհետև ինչ լինի, առաջնային սիրում են կենդանիներ, որը իրոք հետաքրքիր արվեստ է, ինչի մասին է խոսքը։ Ես ինքս էլ եղել եմ կենդանավար, այն մութ ու ցուրտ տարիներին, երբ հայրիկը ինձ հրավիրեց այստեղ 2005 թվականին, ես ստեղծեցի ատրակցիոն։ 3 տարվա մեջ ստեղծեցի հսկայական ատրակցիոն, որը պահեց մեր կրկես այդ մութ ու ցուրտ տարիներին։ Այո, իսկ հիմա կան ինչ-որ կենդանիներ, որոնք պահպանվել են, չգիտեմ, երևի շատ անմիտ հարց եմ տալիս տարիների ընթացքում։ Իհարկե, մենք հենց կրկեսը արդեն պետք է լիովին կանգնեց 0-ից վերանորոգման, մենք հանձնեցինք կենդանիները։ Ճիշտն ասած, սկզբից ես չէի ուզում հանձնել, որովհետև գիտենք մի 3 տարուց պետք է բացվի կրկեսը, նո, քարը տրակի 5 տարուց, հա։ Եվ ես ահագին ժամանակ կենդանիներին պահում էի 10-ից 10 ձիավարժարան կա, այնտեղ էի պահում, որ չհրաժարվի, որտև ամեն կենդանու հետ մի կյանք ես ապրել, մի աշխատանք ես կատարել, որը շատ դժվար process է։ Եվ հետո որ արդեն տեսա գործը շատ հետո կորոնա անգավ եւ
հետո պատերազմ եւ այլ խնդիրներ ես արդեն հանձնեցի, որովհետեւ իրենք արդեն եթե ամեն օր իրենց փորձը չեն կատարում արենայում, իրենք լրիվ արդեն հետ են աճում եւ կոպիտ ասած ինչպես գիմնաստը, եթե իր ամենօրյա տրյուկները չկատարի, նա ամբողջովին չի կարող չէ կատարել։ Նույնն էլ կենթանին է։ Այնպես որ չէ, չկա, հիմա հանձնել ենք անգամ շնիկներ, կատուներ Դե չէ, շնի, եթե դե շնի կատու հիմա էլ են թույլ տալի։ Տնային կենթանի կարելի է։ Դե թույլ են տալի շնի, կատու, աղունիկ, բայց դե գիտեք, կրկեսը սիրուն է գիշատիչներով, կապիկներով, առյուծներով, փղերով։ Այո, իսկ շնի, կատու թույլ է։ Տրվում է այնպես որ այդ մի բանը կլինի։ Եվ իհարկե անդրադառնանք միջոցառմանը, որը նվիրված է հենց այդ Հոբելյանին, Լեոնիդ Ենգիբարյանի 90-ամյակին, ինչ է նախատեսված, ովքեր են մասնակցելու։ Այդ միջոցառումը մենք շատ վաղուց ենք պատրաստում, շատ կարևոր միջոցառում է, մարտի 15-ին։ Հուսունենք, այո, հենց իր ծննդյան օրը հենց լավ օր է, շաբաթ օր էր եւ շատ հարմար է, որ ժողովուրդը այդ օրը աշխատանքի չի։ Մենք հույս ունենք կրկեսում հասցնենք, բայց չհասցրեցինք։ Բայց ինչևէ մենք մի հատ է կրկեսում պիտի նշենք, երբ որ բացվի, նախատեսված է մի հատ էլ այնտեղ նշվի, անպայման, բայց կոնկրետ հենց իր ծննդյան օրը չուզեցինք խախտել եւ Պարոնյանի թատրոնում լինելու է ներկայացումը։ Նախատեսված է ամբողջովին մենք վերցրել ենք ճանապարհ դեպի կրկես կինոֆիլմից իր երաժշտությունները, Օրբելյանի ճանապարհ երգը եւ այլ ամբողջովին բեմադրություն է արված, ամեն համարը բեմադրված է իր կերպարով։ Լինելու էր հայտնի համարներից ռեպրիզներ, հենց այդ մեդալները եւ այլը։ Շատ հետաքրքիր ծրագիր է, երգչուհիներ են լինելու, որը յուր են գալու երգեն իրենց երգերը։ Դուք բեմում եք թե Ես ամբողջովին վարելու եմ ծրագիրը։ Այո, ամբողջովին ես վարելու եմ ծրագիրը, շատ հետաքրքիր ներկայացում է լինելու, այնպես որ ձեզ էլ ենք հրավիրում, անպայման գաք, տեսնեք։ Իհարկե գիտեք, պայմանները Պարոնյանի այդքան էլ հարմար չէ կրկեսային ժանրին։ Չէ՞ որ սպეციფիկ ժանր է կրկես, իր հարմարությունները պիտի ունենա։ Իհարկե այդ հարմարությունները չկա, բայց մենք ամեն ինչ անգամ օղակ չի կարելի կախել օդային, արգելված է, բայց մենք այդ օղակը գետնի վրայից ենք սարքել, որ այդ օղակի մեջ էկվիլիբր անի դերասանուհին, այսինքն ամեն ինչ արված է, որ հանդիսատեսը գոնե բոլոր ժանրերից տեսնի ինչ որ մի բան։ Իհարկե ծաղրածուներ, աճպարարներ եւ այլ։ Նաիրա, եւ մեր հանդիպման ավարտին շատ ավանդական մի հարց. ինչ է ձեզ համար կրկեսը, երբ բացվում է կրկեսի վարագույրը։ Արենան։ Ինձ համար կրկեսը, ես այ որ աչքերս փակում եմ եւ հիշում եմ կրկեսը այդ կլոր արենան։ Դա իմ կյանքն էր։ Երբ փորձ է անում կենթանիների հետ, որը շատ բարդ էր։ Հիասթափվում էի, հոգնում էի, գնում էի, ասում էի, վերջ, ել չեմ զբաղվելու։ Մեկ է գալիս է արենան, տեսնում էի, ամբողջ համակարգս հետ է ոնց, Նաիրա, արենան դա կյանք է, այդ արենան որ չկա, ես հիմա չեմ տեսնում, ինձ համար դա շատ մեծ փորձություն է, ես սպասում եմ ինքս և գիտեք մենակ ես չեմ, ասում է կրկեսի բոլոր դերասանների համար ամենասիրված տեղը դա կրկեսի արենան է։ Նաև երկրպագուների համար։ Եվ Ենգիբարյանն է հատվածում է արենայում, երբ նստում եմ, իր ինքն էլ հիշում եք այդ կինոյում, երևի դա իրանից է ժառանգվել մեզ, ինքը կինոյում երբ պրավալի է ենթարկվում, ինքը գալիս է արենա նստում է, ասում է իմ մոտ ոչ մի բան, մեկ է Մարսել Մասրոնը, Չապլին, հիշում եք այդ հատվածը, բոլորը հայտնվում են արենայում, այսինքն արենան նրան նորից հետ է բերում, մի հիասթափի Լեոնիդ Ենգիբարյան, առաջ գնա, ու հենց այդ է դառնում պատճառը, որ նա նորից գնում է ու հիասթափությունը իր մոտ կորում է։ Կրկեսն էլ արենան էլ մոգական ուժ ունեն։ Ահա որ մոգական ուժ եւ դա ես անհամբեր սպասում եմ երբ պիտի արենան բացվի, որ ես գնամ արենայում նստեմ, մի քիչ խորեմ, մտածեմ եւ ապրեմ եւ գնամ դեպի առաջ։ Ես էլ ուզում եմ հույս հայտնել, որ բացվելուն ընթരാճ կրկեսի երկար սպասված այդ բացմանը եւ դուք եւ ձեր հայրիկը մեզ կհյուրընկալվեք եւ արդեն կպատմեք միջոցառման մասին, որը կապված կլինի կրկեսի շատ սպասված բացման։ Այո, շատ հրաշք կրկես ենք ունենալու, մասշտաբներով էլ մեծ։ Առաջ 1600 տեղ էր, հիմա 2500 տեղ է։ Առաջ
Բարձրությունը 18 մետր էր, հիմա 25 մետր։ Պատկերացեք ինչ գեղեցիկ օդային համարներ է Երևան, որտեղ բարձրությունը դա գեղեցկություն է։ Այո։ Շատ գեղեցիկ կրկես են, ճիշտ է, շատ ուշ բացվում, ժողովուրդը շատ հիասթափված է, ասում է հո չէ, բացվելու է, համբերեք եւ ամեն ինչ լավ կլինի։ Կարևորը հավատալ։ Նայրո շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես հիշեցնեմ մեր ունկնդիրներին, այսօր հյուրընկալել ենք Լեոնիդ Ենգիբարյանի անվան ստուդիա դպրոցի գեղարվեստական ղեկավար Նաիրա Պետրոսյանին։ Իսկ մեր հանդիպումը ուզում եմ ավարտել Լեոնիդ Ենգիբարյանի Վերջին ռաունդ գրքի տողերով։ Ես գրպանահատ եմ, ես գրպանահատների արքան եմ։ Ես հարուստ եմ եւ երջանիկ, ես գրեթե երջանիկ եմ։ Միայն ափսոս, որ գրպանում ոչ ոք սիրտ չի պահում։ Այսօրվա համար այսքանը։ Ձեզ հետ է Սուսաննա Հովհաննիսյանը, մինչ նոր հանդիպում։